Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այսօր եկել ենք բիբար տնկելու ենք պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցի տակ, կրկնակի տերմոսով, կրկնակի թաղանթով ծածկված, այս պահի դրությամբ կաթիլային շլանգներն ենք այսպես փռում, միացնում ենք, որպեսզի բերենք բիբարները ու տնկենք։ Ինչ ենք անում կաթիլային շլանգը փռելու համար, պարզապես անցկացնում ենք չի թողնում բալիկս որ խոսեմ, հացկացնում ենք ձողի վրա և ուղղակի այսպես փռում ենք շլանգները։ Սիրելի հետևորդներ, արդեն մի մասը քաշել ենք կաթիլային շլանգների, բայց հիմա ուզում եմ ուրիշ բանի մասին ձեզ հետ խոսել և տեղեկացնել։ Ուզում եմ նշել, որ եթե դուք պատրաստվում եք բիբար, լոլիկ, վարունգ, այդպիսի մշակաբույսեր տնկել, ապա ցանկալի է դրանից տնկելուց 2 օր առաջ հողը ստոմբով սրսկել 10 լիտրին 50 գրամ սրսկում եք, որպեսզի խոտեր չունենաք առաջիկայում, այսպես ասած, եւ հետո նոր դրանից հետո կարող եք ձեր բույսերը տնկել։ Մենք այսպես ասած որոշել ենք չանել, այսինքն ոչ թե մենք, այլ հողի տերը։ Ես ուղղակի այսօր այստեղ հյուր եմ, ուզում եմ նկարահանել։ Հողի տերը որոշել է այս տարի ստոմբ չանել, որպեսզի տեսնի տարբերությունը ինչպես է, որքան խոտ կծլի։ Դրա համար եթե նկատեցիք, մի մասը վարված է, հին վար է, մի մասը նոր վարված է հողը, այսպես։ Ջերմատունը ջեռոցվելու է գազի բալոններով, ժամանակ առ ժամանակ, որ օրերին որ տաք կլինեն, հիմնականում մեծ մասը ջերմությունը կապահովեն այս պոլիէթիլենային թաղանթները հերմետիկ փակվելով, քանի որ դեռ առավոտ է, այս պահին ջերմատանը ծածկելու անհրաժեշտություն չկա։ Մշակաբույսերը տնկելուց հետո նոր ամբողջը կփակվի։ Սիրելի հետևորդներ, մոռացա ասեմ, որ կաթիլային շլանգների անցքերի հեռավորությունը 10 սանտիմետր է։ Եթե բիբար եք տնկում, ապա 10 սանտիմետրը լավագույն տարբերակն է։ Տնկվելու է տեղական սովորական բիբար և տոպկեր տեսակի բիբար։ Սա տեղական սովորական բիբարն է, ինչպես տեսնում եք, տեսեք ինչպիսի կասետաների մեջ է, շատ փոքր, ոչ շատ փոքր կասետաներ են, ոչ շատ մեծ, սովորական բիբարի համար նախատեսված կասետաներ են, տնկելուց առաջ անպայման ջրվում են։ Արդեն տնկման աշխատանքները մեկնարկեցին, մի հատված արդեն տնկել ենք, ինչպես տեսնում եք, տեղական բիբարը տնկվում է մեկը մյուսից 40 սանտիմետր հեռավորության վրա, իսկ միջակայքը մոտավորապես 70-80 սանտիմետր է թողած, ըստ ջերմոցի հնարավորությունների, այսպես ասած, այս անգամ այսպես է որոշել ջերմոցատերը, բայց հիմա ուզում եմ ձեզ տանել և մի ուրիշ բան ցույց տալ։ Շատերի մոտ տեսնում եմ, որ գծերը, որոնք որ չափի համար 40-40-ի վրա գծեր են թողնում, տեսնում եմ, որ խողովակներով են անում գծերը, ուզում եմ ձեզ ցույց տալ մի ինքնաշեն գործիք, որով կարող եք ինքներդ էլ չափ անել, ահա, ինչպես տեսնում եք, գյուղատնտեսական գործիք է, որի եզրերին ընդամենը սվարկա է արած մետաղներ, իսկ չափը որոշում եք դուք, բացում եք և փակում եք, ըստ ձեր ցանկության, որքան սանտիմետր պետք է ձեզ։ Ահա տեսեք, այստեղ բոլորը գծերն արած են 40 սանտիմետրը, որպեսզի լիարժեք պահպանվի, իսկ սացիլները տնկողի համար դա բավականին հեշտացնում է աշխատանքը, առանձին խողովակներ հետը ման չի տալիս։ Ահա տեսեք, առանց չափելու, արդեն չափերը կա հողի վրա երևում են։ Տնկելու համար ևս մեկ կարևոր պայման ասեմ ձեզ, չմոռանաք տնկելիս անպայման ներքևի այս տերևները, ահա այստեղ շաքիլատերևները, որ մնան հողի մակերևույթի վրա, այստեղ մի փոքր խոռ է մտել, դա օգնում է, որպեսզի սնկային հիվանդություններ, փտում, փտաղ չառաջանա։ Եթե չեք ուզում, որ բիբարները մի քանի օր տնկելուց հետո ընկնեն, այսպես ասած անկում ապրեն, ապա այդ շաքիլատերևները թողեք հողի մակերևույթին, տնկեք մինչև շաքիլատերևի հատվածը։ Այսպես։ Առաջիկայում կնկարեմ նաև աճման պրոցեսը, սա տեղական բիբարն է, տնկվելու է նաև տոպկեր տեսակի բիբար, ընթացքում արդեն տարբերություններն էլ կտեսնենք,
որտեղ երկուսն էլ նույն միջավայրում են տնկվելու եւ նույն պայմաններով, նույն սրսկումներն են ունենալու։ Այսօր այսքանը սիրելիներս, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր տեսանյութերը։ Դե ինչ, կհանդիպենք։